Ես ասում եմ սկսեմ նրանց, որ իմ խորին երթագիտությունը եւ շնորհակալությունը հայտնեմ դեսպան Քվինին։ Ինքը շատ բարդ ժամանակահատվածում հայտնվեց Հայաստանում, ուկրաինական պատերազմի սկզբից հետո 22 թվականին Կիևից եկավ եւ արդեն այնտեղ այդ պատերազմը տեսել էր եւ այստեղ ինքը փաստորեն բավականին բարդ իրավիճակում հայտնվեց, հիշենք Արցախի շրջափակումը, Արցախից տեղահանումը, լուրջ աշխատանք իրականացվեց դեսպանատան մակարդակով եւ ել եմ ասում առանձին շնորհակալություն դեսպան Քվինին, գիտեք իմ վերաբերմունքը գործող ադմինիստրացիային լավը չի, բայց դեսպան Քվինը որպես պրոֆեսիոնալ դիվանագետ փայլուն կատարեց իր աշխատանքը եւ ես սրտանց մաղթում եմ իրան ամենայն հաջողություն, շատ մեծ հույս ունեմ եւ ցանկանում եմ, որ ինքը շատ արագ նոր նշանակում ստանա, ինչ վերաբերվում է Հայաստանին, կցանկանամ, որպեսզի Հայաստանում դեսպան նշանակվի, որովհետեւ մոտս կասկած կա, որ այդ 30 քանի դեսպանը, որը դուրս են գալիս, հիմա ադմինիստրացիան հետականչում, դրանք մոտակա ժամանակները չեն նշանակվելու։ Այդ երկրներում։ Այդ երկրներում, այո, Եվրոպայում դա Հայաստանն է, Սլովակիան է, Մակեդոնիան է, որոնք մեծ հաշվով փոքր երկրներ են եւ շատ մեծ մտահոգություն եւ մտավախություն ունեմ, որ դեսպանատունը կմնա, բայց դեսպան չի լինի։ Իսկ կոորդինացում կնշանակեն ինչ որ տեղից։ Գործող ադմինիստրացիայից սպասելի է, քանի որ իրենք ամբողջ պրոֆեսիոնալ հիմքը դիվանագիտական, եթե չեն զրոյացրել, ապա երկրորդ պլան են մղել, ինչ որ անշարժ գույքի գործակալների եւ ընտանիքի անդամներին տրամադրելով դիվանագիտական այնպիսի արտոնություններ, որոնք ուղղակի անընդունել են ժողովրդավարական պետությունների համար։ Ես շատ եմ վախենում, որ ասենք այն մարդուն, ով Հայաստանը կոչեց անգրագետ ցեղեր, այսինքն բարոն Բարակը, որը Թուրքիայում է նստած, ասենք օրինակ հանձնվի Հայաստանի կոորդինացիան Թուրքիային, կամ Աստված մի արածցե Ադրբեջանում նստած դեսպանը։ Առաջ Վրաստանում էր բոլորը։ Այո, կամ Վրաստանը հիմա մի քիչ բան է, Վրաստան չի լինի, ես մտավախություն ունեմ եւ քանի որ գործող ադմինիստրացիայի պրոֆեսիոնալիզմին, բարոյական նկարագրությանը շատ ցածր վստահություն ունեմ, այսինքն չունեմ գրեթե վստահություն։ Ռուբիոից բացի ոչ մեկ վստահություն չի ներշնչում ինձ համար։ Մանավանդ Էփշտեյնի ֆայլերի հրապարակումից հետո խստագույն կասկած ունեմ, որ ղեկավարությունը ունակ կլինի, հավասարակշռված եւ հիմնավորված որոշում կայացնի, որը բխում է ոչ թե առանձին վերցրած անհատների ընտանեկան շահերից, այլ Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծ շահերից, որովհետեւ այտենց չկա այդ հիմնավորումը, ցավոք սրտի։ Այս ամբողջ իրավիճակը ես ուրախ եմ, որ դեսպանատան կազմը գոնե չի փոխվում տենց ակտիվորեն։ Ես վստահ եմ, որ մենք շատ երկար դեռ պետք է երթապարտ լինենք նախորդ ադմինիստրացիային, որը հասցրեց անցած տարի հունվարի 15-ին կնքել այդ ռազմավարական համաձայնագիրը, որի խարտիան, որի շնորհիվ մենք ունենք այնինչ ունենք։ Ես ուզում եմ հիշեցնեմ, որ օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերը ունեն նույն կարգավիճակը, ինչ որ նոյեմբերի 9-ի, այսինքն ոչ մի։ Դրանք ոչ մի կարգավիճակ չունեն։ Դրանք համաձայնագիր են անձամբ Դոնալդ Տրամփի եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի միջեւ։ Փաստաթղթերի մեջ սևով սպիտակի վրա գրված է վերջի կետը, որ դա որևէ օրենքի ուժ չունի, ոչ մի միջազգային պարտավորություններ չի ենթադրում, կողմը Ամերիկայի Միացյալ Նահանգների ոչ կոնգրեսի, ոչ սենատի, ոչ նախարարությունների, ոչ պետական մարմինների ոչ մի բան դրանցից չի բխում։ Այսինքն այդ փաստաթղթերը 4-ը որ ստորագրվել են, իրանք բացառապես հունվարի 15-ին խարտիայի հիման վրա ինչ որ թուղթ է Նիկոլ Փաշինյանի եւ Տրամփի միջեւ, որը իրականում օրենքի ուժ պետք է ստանար եւ անցներ սենատով, բայց սենատով չի անցկացրել գործող ադմինիստրացիան։ Տրամաբանորեն դա պետք է լիներ հունվարի 15-ին ստորագրվել է, հետո ասենք չգիտեմ հունիսին է, երբ որ հարմար է, այդ խարտիան պետք է մտնի կոնգրես եւ կոնգրեսով դառնա փաստաթուղթ եւ ռազմավարական համագործակցություն, ռազմավարական դաշինություն։ Իրականում դեսպանատունը նման հայտարարության կարիք չուներ։
եթե նշանակվելու էր դեսպան, այդ դեսպանը արդեն պետք է քննարկված լիներ, արդեն դեսպանի անձը ուղարկված լիներ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարություն, ագրեմանի հարց կա, որ երկիրը պետք է ասի, այո, մենք պատրաստ ենք ընդունել։ Այդ նորանշանվող դեսպանը պետք է մտներ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցներ։ Մենք այդ ամեն ինչը չունենք։ Մենք չունենք ոչ քննարկվող անձ։ Մենք ունենք ընդհանրապես բան, ասենք կոնգրեսի սենատը բան են արձակուրդ են։ Եվ մենք ունենք midterm։ Հասկանում եք, եթե լիներ դեսպան, եթե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավիճակը Տրամպի ադմինիստրացիան պատրաստ էր պահել այն մակարդակի, որի վրա որ ինքը Բայդենի ժամանակ էր, ինչի՞ պիտի դեսպանատուն ասեր, նոր դեսպանը գար, ինչ որ պետքա կասեր եկել եմ, շնորհակալություն, շարունակում ենք։ Բայց նման բան չկա։ Այսինքն դեսպանատունը հայտարարություն է տարածում, եթե ամեն ինչ նորմալ է, այդ հայտարարության իմաստը չկա։ Պետք է ասեր։ Նու կամ պետք է ասեր, կամ նորանշանակ բանը պետք է ասեր, կամ ինչ որ, տեսեք, խնդիրը որն է, իրանք ասում են, մենք սպասում ենք ռազմավարական եւ այլն, ինչ է դա նշանակում։ Հետագա զարգացմանը։ Դեղ որևիցե կներեք, որևիցե բան չկա, որ պիտի սպասեն։ Գործընթացը գնում է։ Այդ գործընթացի մեջ, քանի որ խարծանն նենց էր կառուցված, որ երկու կողմ էր, ոչ մի նոր բան չկար։ Ոնց կար, տենց գնում էր։ Իրանք էլ պետքա որ գոշնորակալ որ հանձնաժողով այեք ինչ որ բան արել։ Դե ասում են ստորագրված երկկողմ համաձայնագրերի իրականացմանը եւս սպասում են։ Okay, բայց դրան սպասելու բովանդակությունը ինքը նախապես համաձայնեցված է։ Եվ դա պլանավորված է։ Հիշեք, երբ որ ձեզ ինչ որ մեկը, կյանքով մեկ, ասում է արագ շուտ արա, սպասում եմ շուտ արա, ուրեմն մինտեղ ձեզ խաբում են։ Եվ ես խիստ կասկած ունեմ, որ այս ճնշումը, որը որ շուտ մենք սպասում ենք, դուք շուտ իրականացնեք, այդտեղ ինչ որ բան կա, որը մեզ ձեռք չի տալիս։ Պետ քարտուղար Մարկո Ռուբիոն հարկ է համարել տեղեկացնել, որ կանխվել է Միացյալ Նահանգները կանխել են Ադրբեջանի Հայաստանի միջև պատերազմը, որը նրա խոսքերն են բերում, որը կարող էր բռնկվել եւ վերածվել սարսափելի աղետի։ Մենք միջամտեցինք եւ վերջ դրեցինք դրան։ Դա ճիշտ ասած խոսակցություններ կային, բայց այսպիսի ձևակերպում առաջին անգամ արվեց, համաձայն եք թե ոչ։ Եթե կանխվել է, ուրեմն այն կողմը, որը պետք է հրահարեր այդ պատերազմը, պետք է պատժվեր։ Չեմ համարում, որ կանխել են, իրանք են կանխել։ Սա հերթական, խնդրում ենք բան տվեք, պարոն Տրամպին Նոբելյան մրցանակ տվեք, ես սա համարում եմ կեղծիք, ամբողջությամբ կեղծ։ Այսինքն, եթե, տեսեք, սա Ուկրաինա և Ռուսաստան պատերազմը չի, որ կողմերից մեկը միջուկային զենք ուդի ու դու լուրջ պրոբլեմ ունես իրան կանխելու։ Ադրբեջանին կանխել կամ Հայաստանին բան անել, սաստկել ասել չհամարձակվես, այդ ամենի համար ընդհանրապես թեմա չի։ Այսինքն, եթե դուք կարողացաք Իրանի վրա հարձակվեք բաներով, սպիրիտներով, Իրանի ամբողջ տարածքով գնահակ տրակացնեք բանը, եթե մեկ ուզում էր հարձակվել երկուսից մեկը, նույնիսկ եթե դա Հայաստաններ ընդունում եմ, եթե Հայաստաններ մեզ էլ թող հասնի։ Բայց այստեղ լոբոզված երկու սպիրիտները թող գան, սաղ մաքրեն ինչ կա չկա, թող հարձակվողի վրա ռումբ նետեն։ Չասվեց Ադրբեջանի հարձակումը կանխվեց։ Ակնհայտորեն պարզ է, չէ՞ Ադրբեջանն մենք էլ ոստեղ ենք ապրում, փապախով կներեք բան չենք Սելիմի Լեռնանցքից իջած անձնավորություն։ Լավ, սա դուք ասում եք, որ պարզապես դուրք է տրվել Թրամփին, որպեսզի հերթական։ Չէ, հերթական սուտն է խոսած։ Սա սուտ է։ Միանշանակ Տրամփի գործող ադմինիստրացիան, գիտեք ինչ, ամենահետաքրքիրն է Washington Post-ը նախորդ, երբ որ Տրամփը 45-րդ նախագահն էր, երբ ժամկետը ավարտվեց, Washington Post-ը հրապարակեց նյութ 32,000 ապացուցված սուտ Տրամփի կողմից եւ ոչինչ չի փոխվել։ Ինքը ամեն աստծո օր սուտ է խոսում, ընդ որում արդեն դեմենցիայի մեջ է եւ այնպես բաներ է խոսում, որ նույնիսկ սուտ չի, ինքը իր աշխարհում է ապրում։ Մենք ամեն օր դա տեսնում ենք։ Մանավանդ հիմա Էփշտեյնի ֆայլերից հետո։